Բարև ձեզ։ Դες է տրամադրությունն է։ Ինչ կասեք, կա հաղթել, որտեղ Արգիշ Մեխակյանը շատ վստահ է, որ մի քիչ առաջ սևական։ Մի րոպե, մի քիչ առաջ կկանգնեք։ Կարծում եմ գուշակությունները այս պահին պետք չի անել, բայց մենք եւ մեր թիմը, ինչպես նախկինում էլ հայտարարել ենք, գնում ենք բացարձակ հաղթանակի եւ օրվա վերջում քվեարկության արդյունքները ցույց կտան, որ մենք իհարկե կունենանք հաղթանակ։ Չեք վախենում, որ հետո քրեական գործ կհարուցեն։ Չեք վախենում քրեական գործերի։ Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից, բայց ինչ որ վախեր, որ ունեմ քրեական գործ կհարուցեն, բնականաբար այսօր ընդդիմադիր համայնքապետը որոշակի խախտումներ թե ոչ։ Իշխանությունը վերցնել ինչ է կանելու հետ կոալիցիայի կգնաք թե Գյումրիի օրինակով նման սցենարներ չենք քննարկել, ոչ մեկի հետ նման հանդիպումներ մյուս ընդդիմադիր ուժերի չենք ունեցել, չենք քննարկել, բայց ես նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար մենք կհամագործակցության եզրը կգտնենք այն ուժերի հետ, ովքեր հանդես են վերաբերյալ հազանգեր ստացել է թե ոչ։ Ճիշտ ասած, շտաբը աշխատում է, այս պահին տեղեկություն չունեմ, քիչ հետո քվեարկությունից հետո կիմանամ ստացել ենք թե չէ, բայց համացանցում բազմաթիվ խախտումների մասին տեղեկություններ կան, բաց քվեարկություններ, կուտակումներ, ուղղորդումներ, Մի քանի մետրից ցուցակներ ու նախընտրական շտաբն է, սա խախտում է թե ոչ, որ ընտրատեղամասինքից Պաստառներ են տեղամասերի հենց ընտրատեղամասի մոտ 50 մետրից ավել ընտրական օրենքով տեղամասային կենտրոնից 50 մետր շարավիղը չի պավել, բնականաբար դա խախտում է։ Ինչ ձևաչափով եք պատկերացնում կոալիցիոն իշխանություն կազմելու թե առավելագույն ձայներ հավաքած տեխնատուին ձայներ ապահովելու Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժով մեր թիմից հաղթանակ դաշնիկից մեկ ձայն ավել կհավաքի, մենք պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքի։ Հարություն մկրտչան է լինի դա։ Չէ, խոսքը վերաբերում է ընդդիմադիրների մասին։ Այ ընդդիմադիր չէ։ Հա, ինքը շատ ուժեղ ընդդիմադիր է։ Երեք էլ հա, պատկերացեք ԿՊ-ն այնքան շատ է ցանկանում այդ Գյումրի 2-ն ինքը իրականացնի, որ հմեկում բանավեճ էին կազմակերպել։ ԿՊ-ի եւ հանրապետություն Էջմիածին 2 հոգու։ Հա, Էջմիածնում 2 հոգու է տարել էին, նա ոնց որ աշակերտ էր ԿՊ-ի թեկնածուն, նա դասատուն, տարել էին որ տարել էին որպեսզի ԿՊ-ի թեկնածուն sense ջղայ հանրապետություն կուսակցության թեկնածուն sense ջղային դեմքով ինչ որ բաներ ասի, փորձի ռեյտինգ հավաքի, նույնիսկ ԿՊ-ի հաշվին, որովհետեւ իրենք հասկանում են, որ իրենք պարտություն են ունենալու այդ Գյումրի 2 որ ասում են, իրենք են ձգտում Գյումրի 2։ Պարոն Խաչատրյան, այս քաղաքացիական պայմանագրի լրատվամիջոցի դուք արդեն քվեարկել եք, ավելին քվեարկել եք բացարձակ ունայնության մեջ։ Հիմա կարելի է ենթադրել, որ երկրորդ անգամ եք գալիս քվեարկության։ Կներեք, որ լրատվամիջոցն է։ Սիվիկը գրել է, որ դուք ունայնության մեջ եք քվեարկել։ Դուք անփառունակ լրատվամիջոցներից եկեք չխոսենք, ես մեր քարոզարշավի ընթացքում իրենց բնորոշել եմ այդպես, մի պա նեղացել էին իմ այդ բնորոշումից, եկել էին մեր քարոզարշավը լուսաբանելու, երևի մոտ 2 ժամ մեզ հետ եղան, այդպես էլ ոչ մի լուսաբանում չտեսանք մեր քարոզարշավից, չկարողացան, որովհետև ստանալ այն, ինչը իրենք ուզում էին։ Նաև իրենք հարցումների արդյունքներ էին դրել։ Հա, փոխարեն հարցումների արդյունքները էին տեղադրել ուրբաթօրը, որի բացարձակ մեծամասնություն կազմելու է ԿՊ-ն, երկրորդ տեղում իհարկե դուք եք, բայց 12%-ով։ Դա նույնպես այդ լրատվամիջոցներ տարածել, դա քարոզչական հնարք է, որպեսզի վաղաշաբաթում ցույց տան, որ ձեր ձայնը այդքան էլ կարևոր չի, արդեն իսկ ախորոշված է ամեն ինչ, նույնը արել էին Գյումրիում, նույնը արել էին Փարաքարում, բայց մենք տեսանք այլ լրիվ այլ Ձերակալիքներն ինչպիսին են։ Հիբրիդային պատերազմ են տանում։ Իհարկե վախենում են, իրենք հասկանում են, որ իրենց ռեյտինգը պատմական նվազագույնի է հասել եւ ավելի շատ նվազագույնի հասել վաղաշաբաթում Էջմիածին քաղաքում, դա բերել է թե ԿՊ-ի, թե վաղաշաբաթ համայնքի նախկին իշխանությունների գործելավոճից։ Նախորդ ընտրությունների վրա, ինչքան որ մասնակցության մասին մենք տեղեկանում ենք մեր վստահված անձերից, նախորդ 21 թվականի համայնքային ընտրությունները բավականին ակտիվ են։ Մեխակյանը ավելի շատ իրենք կընտրեն, թե ԿՊ-ին։ Տպավորությունն է, որ փորձում է տարանջատվել ԿՊ-ից, հնարավոր օրինակ իր կերպարի շնորհիվ էջմիածինցիները փորձեն ավելի շատ ձայն տալ, ասեն դե մեր տղան լավ տղա է ընտրել։ Էջմիածնեցիներին, քեշմիածնիդ ինչ կապ ունի որտես բան ասել։ Խոշորացած համայնքի Հա, խոշորացած համայնքին է, բայց ինքը Էջմիածին քաղաքից չի, ԿՊ-ն ամբողջ այս քարոզարշավի ընթացքում իրենք նաև իրենց թիմը ստեղծելուց, հավաքելուց մարդկանց ասում են, որ սա ԿՊ-ի հետ կապ չունի, սա մեր քաղաքի արսնա, այստեղ ինչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը, բայց մարդիկ շատ լավ հասկանում են, որ դա այդպես է։ Ձայն կհավաքեք, ռեյտինգ ունեք։
կարծում ձայն կհավաքեն քվեարկության արդյունքները։ Պարոն Խաչատրյան, ամփոփիչ հանրահավաքին մենք տեսանք, որ ՔՊ-ի հավաքին մասնակցում էին Թալինից եկած մարդիկ, մասնակցում էին այն կեղծ տատուով դպիրը, Հովանավանքի ակցիայի ակտիվիստները, բայց Նիկոլ Փաշինյանը այդպես էլ չեկավ։ Ինչ է կարծում, պատճառը ո՞րն է, չէր ուզում Մեղվակյանը, որ ասոցացվեր Փաշինյանի հետ։ Ոչ, Նիկոլ Փաշինյանը պատրաստվել էր գալու, որովհետև առավոտից հետօրվա հանրահավաքի մեր ոստիկանության բաժնում ամբողջությամբ այդ սև բերետավորներն են, կարմիր բերետավորներին ավտոբուսներով բերել էին, պատրաստվել էին, ուղղակի երևի թե զեկուցել են, որ մարդ չի գալիս հանրահավաքին վաղաշաբաթի չկա, միայն Օհանավանքի fake պատարակի մասնակիցներն են, այստեղ էլ է լինելու fake պատարակ, այդ fake դպիրների ատամնաբուժերի մասնակցությամբ երևի դրա համար չի մասնակցել։ Մենք արձանագրել ենք Քոչարյանը ձեզ մեքենա է նվիրել։ Ոչ, չի նվիրել։ Սկզբից ասում էին, չէ, սկզբից ասում էին 50 միլիոն դրամ են տվել, հետո ասեցին Lexus մեքենա են նվիրել, այն դեպքում երբ որ ես Lexus մեքենա ունեմ, առել եմ տարուկես առաջ, ամբողջ թղթաբանությունը կա, կարող եմ հրապարակել։ Հետո ասեցին, որ S-կլասի Mercedes, ինձ թվում է այսօր եթե քվեարկության արդյունքները մեր կողմից լինի հաղթանակ դաշինքը, հաղթի չէ, կարող ասենք Bentley լինի կամ Rolls-Royce։ Երևան Toyota-ից Եթե ԿՊ-ի թեկնածուն այնուամենայնիվ հաղթի ընտրություններում պատրաստ եք շնորհավորել։ ԿՊ-ի թեկնածուն ինչի շնորհավորեմ, ընտրություններին մրցակցին հաղթանակի դեպքում շնորհավորում են ընդհանրապես յուրաքանչյուր պայքարի մեջ, շնորհավորում են եթե արդար եւ ազնիվ ա եղել պայքարը։ Անարդար պայքարի դեպքում ես չեմ պատկերացնում ընդհանրապես շնորհավորել, որովհետեւ դա նախ չեն հասկանա մեր TV անդամները, չեն հասկանա մեր ընտրողները, որովհետեւ այդ խախտումները, այդ անհավասար պայմանները, վարչական եւ իշխանական ռեսուրսի կիրառումը տեսել են բոլոր վաղաշաբաթցիները, տեսել են բոլոր քաղաքական ուժերը։ Եթե հաղթի ԿՊ-ն անարդարացի է լինելու ընտրությունները ըստ Անարդարացի արդեն անարդարացի են ամբողջ քարոզարշավը։ Ինչի մասն է խոսքը Մենք արձանագրել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դպրոցներ, մանկապարտեզներ հանրահավաքի ժամանակ։ Բարեկամներին եւ միայն իմ բարեկամներին չէ, մեր թիմակիցների բարեկամներին, այլ գիտեմ ընդդիմադիր ուժերի հետ ասոցացվող մարդկանց են, նույնիսկ ասենք ընկերոջ քեն ունեն դպրոցի տնօրենից ազատել, ինչա թե իր փեսան իմ ընկերն է։ Ասել են այս մակար Facebook-ի լայքերի համար են մարդկանց նկատողություն տվել։ Այսինքն կարծում եք, որ Մաշտոցի թիվ 1 դպրոցի տնօրենի պաշտոն։ Հրամանով ազատել են։ Պարոն Խաչատրյան, ինչ կնշանակի հոգևոր մայրաքաղաքում ընդդիմադիր ուժի հաղթանակը։ Կնշանակի, որ նախ վաղաշաբաթ համայնքը մոտակա տարիներին շատ ավելի զարգանալու է, շատ ավելի լավ քաղաք ենք տեսնելու եւ իհարկե ամենակարևորը իրենք չեն կարողանալու ասել, որ իրենք փորձում են ամեն գնով այս ընտրություններում հասնել հաջողության, որպեսզի հայ ժողովրդին ասեն նույնիսկ Էջմիածնում հոգևոր մայրաքաղաքում, այսինքն այն քաղաքականությունը, որ իրենք իրականացնում են հայ առաքելական եկեղեցու դեմ, փորձում են դա արդարացնել, որ ժողովուրդը նույնպես վստահում է մեզ այս։ Այսպեսի մի լրացում անեմ, էլի հաշվի առնելով հակաեկեղեցական արշավը այս ընտրությունների կարևորությունը ո՞րն է։ Օրինակ, եթե ԿՊ-ն հաղթում է, սա նշանակում է, որ Փաշինյանին հաղթաթուղթ են տալիս, որ կաթողիկոսին այդ գահամկեցանելու process-ը շարունակվի։ Կարելի է նաև այդ տեսանկյունից դիտարկել հարցը, բայց ես ասել եմ, երբ ԿՊ-ն հասնի հաջողության, հաջորդ քայլը լինելու է հարձակում դեպի Մայրաթոռի վրա, իրենց այն ճղճին փոքրոքի ծրագրերը, ինչը պլանավորել են իրականացնել հայ առաքելական եկեղեցու հետ, անմիջապես իրականացնելու են եւ նաեւ 26 թվին իրենց քաղաքական համապետական ընտրությունների հարցն են փորձելու լուծել։ Ի սկզբանե ասել եմ, այսօր մեր վաղաշաբաթ համայնքում ով քվեարկում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, քվեարկում է Նիկոլ Փաշինյանի նեղ ընտանեկան անձնական կուսակցության շահին։ Պարոն Խաչատրյան Հարություն Կրշյանը հայտարարել էր, որ եթե ինքը լինի ընտրվի քաղաքապետ, թույլտվություն է տալու, որպեսզի Մայրաթոռի դեմ այդ արդեն հայտարարված հավաքը տեղի ունենա։ Եթե դուք ընտրվեք քաղաքապետ, այդ թույլտվություն կտա քաղաքապետարանը որպեսզի։ Իսկ ինչի Հարություն Մկրտչյանից ուրիշ բան եք սպասում, որ կարող է ինչ-որ հոգևոր արժեքների վերաբերող ազգային արժեքների վերաբերող լավ բան ասի, ես բնականաբար եթե դա համայնքապետանի իրավասության տակ է լինելու, ես թույլ չեմ տալու։ Ես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, ես վստահ եմ, որ իրենց այս արշավը եկեղեցու ինստիտուտի դեմ է, ոչ թե ինչ-որ որոշ հոգևորականների։ Խախտումների հետ կապված լրության օրը մենք տեսանք, որ նաև նախարարի մակարդակով իրենց ֆեյսբուքյան դրառումներով քարոզարշավ են նշանակի, ինչը խախտում է։ Ինչպես նաև Տարոն Չախյանի պատկանող էջերով։ Եվս եղել է լրության օրվա հետ կապված խախտումներ։
Ես ինքս ցանցերից դուրս չեմ նկատել անկեղծ ասած, որովհետև բավականին զբաղված ենք եղել մենք կազմակերպչական հարցերով մեր նախընտրական շտաբով, ինչ վերաբերում է իրենց նախարարին, իրենց նախարարները իրենց նախարարությունները թողած արձակուրդ են վերցրել, եկել այստեղ մասնակցում են քարոզարշավի հանրահավաքների ժամանակ այտենց հանդիսավարի դեր էին կատարում, խոսքը փոխանցում այս նախարարին խոսքը փոխանցում այն նախարարին, ինչ որ անհասկանալի process էր, Խուդատյանն էլ իր ամբողջ խոսքը վերածել էր փոխանակ խոսել իրենցից քաղաքացիական պայմանագրի տեխնացուից, ամբողջությամբ ընդդիմադիր տեխնացուներին էին փորձում վարկաբեկել, փորձում սևացնել, բնականաբար իրենց մոտ դա չստացվեց, վստահ եմ, որ մենք դա այսօր տեսնելու ենք։ Ամեն դեպքում նախարարին վայել պահվածք չի։ Պարոն Խաչատրյան, մենք նկատեցինք ամբողջ քարոզարշավի ընթացքում, որ ձեր դեմ չէին կարողանում ոչինչ գտնել, բացի նոյեմբերի 9-ի այդ ակցիաներին մասնակցելը, ինչ եք կարծում ձեր հաղթանակի պարագայում, դա կարող են օգտագործել ձեր դեմ։ Տեսեք, ես նոյեմբերի 9-ին այո, ներկա եմ եղել, ոնց որ մնացած 20-25 հազար ժողովուրդը, ովքեր այդ կապիտուլյացիոն ակտից վրդովվել էին, մեծ ցասում կար մարդկանց մեջ եւ 44 օր մարդկանց ասում էին, որ հաղթում են եւ 1 վայրկյանում 1 գրիչի հարվածով կապիտուլյացիան մի ակտ եղավ։ Ինքս այդ հարցով հարցաքնվել եմ, իդեպ հարցաքնվել եմ ազգային անվտանգության ծառայության քննչական կոմիտեում, հարցաքնվել եմ ոչ մի քրեական գործով չեմ անցել, ոչ մի քրեական գործում կարգավիճակ չեմ ունեցել, այսինքն բոլորը հստակ տեսել են, նույնիսկ ԿՊ-ի տեխնացուն իր առաջի հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթին, երբ որ հարցազրույց էր տալիս, ասում էր կարող այ ես էի նոյեմբերին գնացել կառավարություն եւ լուր հետևում ինչպես էին կոտրում գույքը։ Իհարկե տեսա բաները լավ ուսումնասիրել են վիդեոները, տեսել են, որ ես ոչ կոտրելուն եմ մասնակցել, ոչ ինչ-որ խփելուն եմ, ոչ մի բանի չեմ մասնակցել։ Նույնիսկ դա էին ասել, ինչքան գիտեմ, նաև իրանք կշտամբել էին այդ նախադասության համարից։ Հանցավոր անգործություն եք դրսևորել այս։ Հա, իրանք կշտամբել են, ասեն այդ լուր հետևել ինչ ես ասել, որովհետև միգուցե մտածել էին, որ քրեական գործ կսարքեն ամեն դեպքում, որ վկաներ կբերեն, որ եղել է, բայց այս իշխանության համար քրեական գործ սարքելու համար հիմքեր այնքան էլ պետք չեն, բնականաբար, ընդհանրապես պետք չէ, մենք վերջից մի 20 օր առաջ տեսանք Ոսկեհատ գյուղում Հանրապետություն կուսակցության բողոքով կալանավորվեցին մարդիկ, ովքեր ոչ մի բան չէին արել։ Մարդիկ հիմա կալանք են կրում ոչ մի բան չանելու համար։ Պարոն Խաչատրյան, որ դուք դառնաք համայնքապետ, ձեր ընկերոջ Քենու վրեժը լուծելու եք, Արգիշտի Մեխակյանի բարեկամներին ազատելու եք պետական հիմնարկները։ Իհարկե ոչ, մենք երբեք վրեժ չենք լուծելու։ Ես ասել եմ, իմ քեռու կնոջը մանկապարտեզի տնօրենից աշխատանքից հորդորել են դիմում գրել, ազատել էին, այլ քաղաքական մեկնաբանելով, այլ քաղաքական ճամբարում լինելու համար։ Հիմա Արգիշտի Մեխակյանի մայրը մանկապարտեզի տնօրեն է, կարծեմ Արագած գյուղում։ Այսինքն ինչ անեմ։ Մենք ընտրվենք իր մայրիկին ազատեմ աշխատանքից։ Արդյոք դա բարոյական է կամ տղամարդավարի ընդհանրապես։ Իհարկե, տենց բան մենք չենք անելու, որովհետև առաջինը իմ թիմակիցները, իմ ընկերները ու առաջինը հենց իմ ընտանիքի անդամները նման բան երբեք թույլ չեն տա։ Բավականին ակտիվ է։ Կարծում եմ Վաղաշապացին ուզում էր տեսնել քարոզարշավ, ուզում էր քաղաքական ուժերին լսել, այսպիսի ակտիվ քարոզարշավ Վաղաշապատում երբեք չէր եղել, իրականում կարծում եմ շատ նորմալ քարոզարշավ, ամեն դեպքում մենք մեր առջև դրած խնդիր է կարելի ասել քարոզարշավի մասով կարողացել ենք ապահովել։ Հա, գնանք տեսնենք, չի եք, ես սիվիկի չկա, լոգոն հանեք եմ են Ինք եկը ձեզ լուսաբանել գնացել է։ Չէ, լոգոն հանեք եմ արգոնց հարցեր է, որ ռեպորտաժ է, ասում այստեղ արցախցիներ են, իսկ արցախցիները որտեղ կլինեն, Արցախ եք թողել, որ արցախցիները գնային Արցախ։ Ուղղակի շնորհավոր եմ, շնորհակալ ենք բոլորից։ Ես եկած գյուղից եմ, քեզ եմ շնորհավոր։ Շնորհակալ եմ։ Դուք Արագատից եք, մի հատ եք էլի։ Ավելի կարևոր տեխնիկա։